Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր ինձ հետ է անգլիզ հայրենասեր մը, որի անձնական ընկերս տալ է Իշխան Գևորգյան, քեզի վերջին անգամ գիշեմ նույն դարձյալ տուն ճակատի վրա է իր մատնեշի վրա հաշճեմ շարժումին մասնագիծը կամ դարձեմ հակահան է իր այսօր ուրախ ենք որ քու շարժումն ընդարձակված է նոր շարժումի մեջ եք Հայաստանի ժողովուրդ եւ հայ ժողովուրդ ընդհանրապես զարավ ունի նոր ուժերով անիկա մեկը չկնար վիճարկել խնդրեմ մեզի մի 10 րոպե նկարագրեք ձեր շարժման մասին 10 րոպե ձեզ ազատ կրնակ ռեկլամներ ձեր շարժման մասին Մերսի բարև պետիկ ջան բարև պետիկի ալիքին հետևող հայերին ու քաղաքացիներին տես եղբայր ստացվել է մի վիճակ որ տասնյակ տարիներ առաջ հայ ընտրողից խլել են բոլորին դեմ քվեարկելու տարբերակը Այսինքն քեզ թողել են տարբերակ, եթե բոլորին դեմ ես կամ գնաս քվեաթերթիկը փչացնես, կամ չգնաս ընտրության, բայց իրականում այդտեղ չի երևում քո դիրքորոշումը։ Ու այն ինչ քաղաքական գործիչները տասնյակ տարիներով անում են, արդյունքում հասել են մի վիճակի, որ երբ մտածում ես քաղաքականությամբ զբաղվես, ով քեզ սիրում է, ասում է դա կեղտոտ տեղ է, անբարոյականություն է, մի կպի դրան, հենց իրանց ուզածը էդ է եղել, որ հասնի նրան, որ իմ ու քոպես մարդիկ հենց քննարկեն մասնակցել Հայաստանի միջազգային էլի բանան կապարագա ամեն դեպք կապարագա խնդրեմ մնա մեծ Ուրեմն ընդեղ էլ ընդեղի դաղալներն են էդի հարամեն ոմանք էդի տենց սարքել են պատկերացնում ես ու բերել են մի վիճակ, որ հայ մարդը քաղաքացին ընտրությանը տարբերակ չունի է գնա ասի, որ ձեր առաջարկած բոլոր տարբերակները իմ համար անընդունելի են։ Դրա քվեն չկա։ Մինչդեռ ընտրությունը պետքա բոլոր հնարավոր տարբերակները փակի։ Տես, հետաքրքիր լուծում ասեմ։ Այսօր օրինակ տասնյակ կուսակցություններ են, չէ՞ ուզում մասնակցեն ընտրություններին։ Բայց կարա օր լինի, որ մեկն է ուզում մասնակցի, ճիշտ է։ Այո, Հիմա որ այդ մեկ կուսակցությանը 15 հոգի մարդ ընտրի կամ որ երկու կուսակցություն լինի, մեկին 15 հոգի ընտրի, մեկին 5, այդ 20-ի որոշումով է կառուցվելու խորհրդարանը, գիտես։ Օրինակները կան, շատ կուսակցություններ կան, մարդ կուսակցություն կամ ընտանիք կուսակցություն։ Ասածը սենա, որ նույնիսկ եթե 90%-ը բոլոր քաղաքական ուժերին դեմ լինի, իրանց ձենը ընդհանրապես հաշվելու տարբերակ չկա։ Ու դա էլ ծնում է վիճակ, որ քաղաքական գործիչները իշքան անհամբան անեն, շշերով խորհրդարանում խփեն, հայոյեն, մեզ զզվացնեն, մենք մեկը իրանք դրանից չեն վնասվելու։ Մենք քիչ են գնալու ընտրության, ասենք բոլորն են նույնն են, թքած, իրանք իրանց ներկայացուցիչ մարդկանցով, վարչական ռեսուրսով, իրանց գործարանի աշխատողներով ընտրությունը կազմակերպեն, ստացվի, որ Հայաստանի ընտրությունը կայացել է։ Դրա վատագույն օրինակը եղել է Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Կհիշես քանի տոկոս է գնացել։ 900-ով շահեցավ, Բարդավիթյան 900, 2700-ի վրա 900։ 28% գնացել է, ընդհանուրի էլ 9%-ով ունենք քաղաքապետ, արդյունքում բոլորս բողոքում ենք ինչ-որ փոսերից այսօր, բայց 9%-ի ներկայացնող քաղաքապետի համար իդեալական է գործը արավ։ Ինչ ասեմ, թող համարեն գովում են։ Հասկանում ես, կարար այդ 28-ը 10% լիներ, ինքն էլ 4%-ով անցներ, ու էլի լիներ մեր քաղաքապետը։ Մեզ ոնց են խաղերում Բաքում, որ մեծերը փոքրերին խափում էին, անարդար կանոնով խաղեր էին հնարում, որ իրանք միշտ հաղթեն։ Այ այդպես հնարած կանոններով մեզ խափում են, ու մենք ընկերներով եկել ենք, որ ասենք, որ պետքա լինի բոլորին դեմ եմ քվեարկելու տարբերակ, ու այդ տարբերակը ծառայացնելու ենք համակարգը փոփոխելուն, այսինքն դա ուղղակի պրոտեստ ու վերջ չի։ Բոլորին դեմեմով հաղթելու ենք, անցնելու ենք խորհրդարան, այնպես անենք, որ ներսի ուժերը մեր վարչապետի տեխնացուի օգտին քվեարկեն, գանք փոփոխությունները անենք, 100 օրից տնենք ընտրություն, որը կլինի ավելի արդար ու ժողովրդի քվեարկածը ներսում կերևա։ Ոչ մեկի ձայնը չի փոշիանա, բոլորին դեմեմի դեպքում ազատ աթոռներ կլինեն, որ տարիներով հիշեն դեպուտատները, որ այսքան վատ են իրանց պայը 10 տեղ դադար կա մնացել, որտեղ ազգի 10%-ը բոլոր տարբերակներին դեմ է։
ու այդ ժամանակ կունենանք իրական ընտրություն, իրական ընտրության ժամանակ էլ իրական տեխնացուները իրանց առաջարկներով հանդես կգան։ Դες հիմա քանի որ ժողովրդին sense ասած Apple ներսանցնելու խնդիր է դրած այս անարդար կանոնով, չգիտես ինչ էլ ոչ մեկ չի ուզում Արցախից խոսա։ Բայց ընդ կռվել ենք, չէ՞, ընդեղից մեր ընկերներին, եղբայրներին բռնի արտագաղթացրել են, չէ՞, այդ ոչ մեկ չի կարա հերթի։ Նորմալ է, որ ես ուզենամ կարանամ հետ վերադառնամ այնտեղ որպես մարդ։ Նորմալ է, որ մեկն էլ ուրիշ պատկերացում ունենա հայ մարդ։ Չնայած իմ համար նորմալ չի, բայց ընդունենք, որ բազմակարծություն է, ինքը պատկերացնում է քարտեզը, ես 29800-ով։ Բայց մարդիկ հիմա փոխանակ իրենց կարծիքներով ներսանցնեն, ասում են ինչ որ հակառակ իրենց սրտի ընտրությունով ուժը գնում է ներս, որ իրենց ներկայացնի։ Հետա Իշխան ջան, այսօր մասին մենք կնանք ժամեր, Հարցում ես։ խոսիլ, այո, իհարկե, բայց այս հարցերով մենք կարող ենք ժամերով խոսիլ, որովհետև խնդիր անկայն խոր է։ Իհարկե, կարծեմ դուք ոչ թե միայն դուք կարծեմ մի մասնակցիկ ընտրության։ Սակայն շատ Հայաստանի ամենին վտանգավոր խնդիրները մեկը ցեզ եսեմ ինչ որ ես տեսեմ մի բանանեն։ Հայաստանի մեջ քաղաքական մարդիկ որ խոսին իրենց հարցազրույցները, պիտի ընդունենք որ մեծամասնությունը ճշմարտություն կխոսի, ցույց չի խոսի, սակայն կխոսի անճշմարտություն որ իրեն նպաստավոր է հարմար է։ Հայաստանի бүх խնդիրը մասնագետ ճշմարտություններ, ամեն մեկը իր ճշմարտությունը ցույց խոսելու իրավիճակ գա, բայց նաև բուն քերիշխողը մասնագետ ճշմարտություններն են։ Առաջին հարցում հիմա դուք շատ ճիշտ բան ասիք որ մենք էջմիածից անոր ապտակը գերանք ցայները փոշիացնելու լավագույն իդեալական ժողովրդավարությունը անի որ փոքրամասնություններուն գարձիկը հարկեվի ադուր մնաց որ 51%-ը չի մասնակցի ցեզի պիտի անպաստանեն եւ գան գարձիկներս Facebook-ը հետեւեցա որ դուք եւ գնալա որ գներեք de facto հոն հասցնե արդյունքը դուք լավ մտածում որովհետեւ ցայները փոշիացնելու էջմիածինը Երևանի խոսեցակ որ կատարյալ օրինակ էր էջմիածին մեծ ակար շատ վատ օրինակ 7 ցանկ մասնակցեցավ Վարշավետ Փաշինյանին դեմ մի հատ իարգի հանրապետություն երկու քիներ ադիգա կիդենք մեկ վրա չի խնդակ սակայն մի քանի ցանկ լալը այնտեղ անվաշորով իրարու փոշիացուցին իրարու չեզոքատուցին Չեզի պիտի ասվի, որ դուք հիմա ասեղով ցայները պիտի գիսեք եւ դուք պիտի չհասնեք 500-ի շեմը եւ ցեր ցայները պիտի հետան հաղթական ու գոմին որ պիտի լա ասված չնե բայց այդպես է ընթացքը Վարշավետ Փաշինյանին եւ կբին պիտի երթա պիտի ասի որ դուք արդեն ռեժիմի հետ միասին աշխատիկ ինչ կուզեք ասել Տես անցած ընտրություններին 20% ցայնիկ փոշիացել է ու այո փաստացի այդ փոշիացումը ծավալել է ռեժիմին Այդպես կարծիք ունեցող մարդիկ իրավունք ունեն այդ կարծիքը ունենան։ Ինչն է հետաքրքիր մեր ուժի մասով, տես, քաղաքական ուժերը ստեղծվում են, հետո գնում են ժողովրդին համոզեն իրանց գաղափարները, ճիշտ է։ Դասական ձևը դա է Հայաստանի մեջ, բայց Հայաստանի մեջ այդպես չէ։ Աշխարհում է այդպես, տես, Հայաստանում էլ է այդպես, օրինակ մեր ձևը նորա։ Գներես իշխան ջան, ես դիպանը գացեմ որ ցախող քաղաքական ճաշտե, դիպանանի մեջ մարդիկ իրենց վարտաբերություններ քաղաքականություն, Հայաստանի մեջ քաղաքականություն չի գա։ Շատ կներես բիզնես կուսակցությունները Չկա, հարց չկա, աշխարհում փոսորտով թող լինի։ Քաղաքական ուժը ստեղծվում է, հետո գնում է պատմում է իր մտքերը, չէ՞։ Մեր դեպքը հակառակն է։ Մարդիկ կային, մեր ուժը չկար։ Բոլորին դեմ մարդիկ կային, ես էլ էի բոլորին դեմ մարդ։ Հիմա մենք ես մեծ վստահություն ունեմ, որ այդ շեմը հատելու ենք առաջին, որովհետև մեզ ընտրող մարդիկ ինպես բարձր տոկոսներ ունեն։ Ամենավերջին օրինակը ժողովուրդ օրաթերթի հարցում նա կարող եմ լինքը վերջում ուղարկեմ նայես, տեսնես ոնց է 8% հավաքել բոլորին դեմ եմ տարբերակը։ Ընդ որում ինձ ասեցին սկզբից գրած է եղել բոլորին դեմ եմ շարժում, հետո շարժումը հեռացրել են, ստուգելու ձև եմ ման գալի, որ լղոզեն, որ դա մեր ձայներն է, թե ոչ։ Առաջին այդ որ մենք ամեն ինչ անելու ենք, որ շեմը հաղթարենք։ Երկրորդ, մեր կետերից մեկը շեմը 1% իջացնելը հենց այդ փոշիացման դեմ պայքարն է։ Ու մեր կուսակցությունը գրանցվելուց, այդ շեմը հաղթահարելը ապացուցելուց հետո գնալու ենք հատ բոլոր փոքր ուժերի հետ, թե լուր, թե հանրային բանակցության, բացատրելու, որ միացեք մեզ, այս կանոնը փոխենք, որ արդար ընտրության մաս լինենք։ Որ օրինակ կան հավանողներ, ասենք 2-3% Սասնա ծռերին։
իրանք 2-3%-ով ներսում ներկայացված լինեն, կան 2-3% մեկ ուրիշ ուժին, անկախ ին վերաբերմունքից այդ ուժերին, այդ ուժերը ներկայացված լինեն, որ այդ խոսափողները չծառայեն երկու ուժի։ Հիմա խորհրդարանում ոչ քեզ ներկայացնող կա, ոչ ինձ, ոչ էլ էս մեր լսողների մեծ մասին։ Տես 100%-ից 50-ը չի եկել, չէ՞։ 51 հարյուր չեմ 50-ից մասնակցած։ 20%-ի ձենն է փոշիացել է, ճիշտ է։ Մնաց տակը 30։ Այդ 30-ի մի հատ լուրջ տոկոսն էլ ընտրել է ԿՊ հակառակ Քոչարյանի ուժի ու ընտրել է Քոչարյանի ուժին հակառակ Նիկոլ Փաշինյանի ուժին, չէ՞։ Իլագե։ Այսինքն ընդեղ մի 10%-ն է, որ սրտանց ԿՊ-ը ընտրե կամ ընդդիմություն, մնացած են 90-ս ներկայացված չենք ներսում։ Շատ Չկա մի հատ կերպ պատգամավոր։ ասմիտ կբինի շատ կերպ բանասիկ խնդրեմ որ գրտնեք հadoop սպիրկին համար որ սպիրկերի դուքան գսեն որ Հայաստանի վարչապետը ընդրված վարչապետը երկաթյա մանդատ ունի այսինքն 27 տարի լեվինա 100 ընդրված վարչապետը Թող իրանք երկաթյա աշխատեն։ մանդատ խնդրեմ մեկ հատ գրտնեք շատ կերպ բանասիկ միտքը սկիզբեն գրտնեք ինչպես եղավ 51 հարյուրի չի մասնակցավ իսկ 40 հարյուրի 20%-ը փոշիացավ եւ մնացյալ իրարույթը ինադու որ գսեն քվեարկեցին այսինքն 110-ը ցայն ունի ուսին երկաթյա մանդատ Բայց 110 դե Սփյուռքի համար մի հատ կարևոր առանձին քայլ է կա, որը մեր ծրագրում ներառվել չէ, բայց մի օր պետք է Սփյուռքի հերթն է անպայման հասնի, տես։ Օրինակ կա Խնդրեմ Սփյուռքայի սպիրկի մասին մի չի խոսենք որտեղ անոր մասին հadoop հարցում ունիմ խնդրեմ հասնելու են։ Այ արգե Թողում են, հետո կա։ Չագել ես ինձ շագեմ սպիրկայ Ուղղակի կարճ բան է ասելու, որ իրանցից էլ է խլած ընտրելու հնարավորությունը, որը ժամանակին եղել է դեսպանատներում ընտրել են։ Հիմա եթե ինձ հասնելու ենք, չեմ ասում, լավ կողքա։ Շատ լավ։ Հաշվառ հարցումս ID վիդեո։ Տեսեք, մասնագի ճշմարտություններում կակատնագետը եւ որ ես ինտիմատիվներով կհարցնեմ, որ ինչ է ձեր դիրքորոշումը սպիրկի անտե, որովհետեւ մենք ունենք 9-10 միլիոն սպիրկահայ Թուրքիա, Հայաստանցի արևելայ եւ արևմտահայ, որ չեն կարող կվերգել Հայաստան վերադարձած հայրատարցերը երկրակացի չեն կարող ընդրվել։ Այսինքն այստեղ եւ այսօր հանցավ ինձ կպատասխանեն ճշմարտություն, սակայն մասնագի, գսեմ որ տեսեք, Վարչապետ Փաշինյանը եկավ, Բարոն Սինյանյանը եկավ, սպիրկային նախարարությունը մեկ կողմ հանեց, քանթեց, այս հրավ, այն հրավ սպիրկին դեմ ինքը խոսքերով խրավատ բացավ համացայն է։ Բայց սակայն քաղաքական տաշն Հայաստանի մեջ բادرաշ չէ սպիրկային։ Մի դեպքում ունի որ Հայաստանի քաղաքական տաշնի մեծամասնությունը մեդիային է սկսյալ Օրնագամերս այստեղ է, ես հազիվ ելել անգամ իմ դարձիկս կարող եմ արտահայտել։ Սպիրկայում վրա դա մեդիա բլոկադա, թե բոլոր կուսակցությունները գսեն որ մենք մեդիա բլոկադայի կդարան, մենք սակայն կգերարգեն ամենենք կգերարգեն ամենում վրա, ոչ թե միայն սպիրկի, այլ իրենց թայֆային դուրս։ Ինչ կուզեսել իշխանը սպիրկին, որպես կարողանանք մենք դուրսի մասնակիցներն ալկան, կարողանան քվեարկել, կարողանան ընդրվել, ինչու՞ չէ 12 միլիոն հայգա, ինչու 50-ն կամ 67 հարյուրը պիտի չի լինի սպիրկահայ, ինչու Բարոն Սասունյանի մեծ նման մեկը կամ Բարոն Բաբյանի մեծ մեկը որտեղ երկհարկացի է, Բարոն Բաբյանը երկհարկացի է եւ աստվածային դիվանակ է, սակայն չի կրնալ լինել կառավարության մեջ, Բարոն Սասունյաններ եւ շատ ուրիշներ, իհարկե Հայաստանի մեջ շատ խելացիներ, Դավիթ Կարապետյան, Արտուր Խաչիկյան, Էդգար Ղազարյան կան, սակայն սպիրկահայերը զրկված են որևէ բանանելու, խնդրեմ, երկայն հարցումս գրնակ պատասխանել։ Տես, բոլորին դեմ եմ շարժումը, քանի որ հստակ փոքր օրակարգով եկել է իրականությունը փոխի արդար կանոններ դնի ու հեռանա ամեն հարցին չի կարող անդրադառնա, որը իմ ու քո սրտով է, սպյուրքի մասով, սահմանների մասով, Արցախի վերաբերմունքի մասով, բոլորին դեմ եմ ինը հստակ փոքր օրակարգա, որը ասեցի, բայց կոնկրետ ես համարում եմ, որ Հայաստանը պետք է լինի բոլոր հայերի պետությունը ու օրենքով այդպես։ Ու պետք է ինքը ընդունի ընտանիքի այն մոդելը, հայկական ընտանիքը ոնց է, որ օրինակ հայրը ունի մի քանի որդիներ, փոքր որդին մնում է հոր հետ ապրելու, մնացածը գնում նոր տեղեր տներ են սարքում, փոքր որդին այդ ոնց որ ես եմ այստեղ ապրողը, սփյուռքահայերը Ես այստեղ ապրեմ, այստեղ չեմ։ Ես այստեղ ապրեմ, սակայն ես այստեղ չեմ, փոքր որդին չեմ կարող լինել։ Դու ես փոքր որդին արդեն։ Տես, մենք ավելի շատ ենք տեղյակ մեր հոր խնդիրներից։ Մենք ամեն օր ենք իրա կողքը, բայց ինքը նույնչափ հայրն է մեր մյուս եղբայրների։
կարևոր որոշումները իր մասով մենք բոլորով ենք կայացնում, հոգ ենք տանում բոլորով, եթե մի բան բաժին է անելու մեզ, բոլորիս է անում, կարող է մեկին ավել անի, որտեվ նա դրա կարիքը ավելի շատ ուներ, ոչ թե ավելի է սիրում կամ բան, այդ մոդելով պետք է մենք մեր երկիրը կառուցենք, ու տես որտեղ է հետաքրքիրը, մենք դրսում ապրող հայեր ունենք, որոնց համար Հայաստանի բանակը փոքր է, իրանք այնքան բարձր ռազմական գործիչ են։ Մենք դրսում ապրող հայեր ունենք, որոնց համար Հայաստանի տնտեսությունն է փոքր, իրանք այնքան մեծ տնտեսական գործիչ են։ Ու եթե իրանք ջանքը կարողանանք ներդնել Հայաստանում, այդ ոնց որ իմ համար ասենք, ես իմ 50 մետրից մի հատ մեծ մի բանի կրակել է, էլի, ստից բան է իրանց համար, հեշտ լուծելի, եթե իրանց կարողանանք ցույց տալ, որ սա հավասար քո տունն է, ոնց որ իմը, ինքը կգա ու Հայաստանը 3 միլիոն չկանք շատ հեշտ լուծելի խնդիրներով երկիր է, եթե դարձնենք իրական բոլոր հայերի տունը, այդ իմ մտքում միշտ վառ է բոլոր իմ դրսում ապրող հայերին, չեմ ուզում սփյուռք հայ ասեմ, այդ տերմինն էլ է անարդար հնարած իմ կարծիքով, դրսում ապրող հայ եղբայրներին, քույրերին պատմում եմ ու մի օր դրան պետքա գանք, բայց այս ամեն լավ բաները անելու հիմքը արդար ընտրություն պետքա լինի, որ իմ կարծիք ունեցողներն են ներսում ներկայացված լինեն, քո կարծիք ունեցողներն են, իմ ու քո կարծիքից տարբեր, բայց մի 20,000 հոգու կարծիք ունեցողներն են ներսում ներկայացված լինեն, մենք իրար հետ քննարկելով կառուցենք մեր երկրի ապագան, ոչ թե այդ ինչ որ անարդար մեթոդով 20%-ի ձենը փոշի անա, ինչ որ չեկողները ոչ ինչ որ չեկան, բոլորին դեմերը թողան ճղեն, դա իրանց մաքսիմումը, մենք ԿՊ-ով ու նախկիններով կառավարություն կկառուցենք ձեր համար։ Պետք է գցում են մեզ, էլի։ Ինչ է կարծիքը այս առաջարկին։ Այն ուժերը, որ թեկուզ 10% կամ 1% առնե, դարձել պետք է ինքը իրավունք ունենա իր ցաները փոխանցելու իր մեկ նախընտրյալ հաղթողին։ Ինքը պետք է որոշի, ոչ թե ըստ տեխնիկական առաջին հաղթողը պետք է անոր մեծամասնությունը ցայները իրեն երթա։ Ինչ է կարծիքդ այսինքն տուն վստահ եմ, որ եթե քաղաքացիական պայմանագիր եւ մեկ այլ ուժում որ ցեզ ավելի հարազատ է հաղթե եւ դուք ասենք թե չհասակ շեմը, դուք իրավունք պետք չէ ունենաք ցեր ցայները փոխանցել այդ կողմին եւ ինչ կնշանակի, որ չէ, որտեղ քաղաքացիական պայմանագիր առաջին է, պետք է ցեր ցայները մեծամասնություն իրեն երթա։ Սա ֆուտբոլի խաղ չէ, ինչ կսեք։ Մեր առաջարկը, մեր փոփոխությունները 3-ն են ընդամենը, մեկը դրանցից շեմը 1% իջացնելն է։ Ահա։ Տեսեք, 300 հիմնադիրով կուսակցություն ստեղծելը բավական բարդ գործ է, եթե մարդիկ կարում են միավորվել ստեղծեն, իրանք արդեն մի կես տոկոս հավաքող ուժ են։ Եթե մի քիչ էլ ավել ջանք դնեն, 1%-ը կհավաքեն ու կունենան գոնե 1 падգամավոր ներսում։ Եթե կեսից մեկից քիչ պետք է հավաքեն, թող փոշի անա, այդ իմ կարծիքն է։ Չէ, ես Բայց համաձայն չեմ։ Ամեն մեկ ոչ, ցան արժեքավոր է։ մի քիչ է թող տարբեր լինենք։ Ավետարանը գցեմ, որ Հարց Քրիստոս չկա։ մեկ ոչ քարյա վար փոլոր ինքը թողի եւ երթա։ Հա, Ամեն մեկ ցան ինքը արժեք ունի իմ կողմս։ ամեն հայի համար ես էլ պատրաստ եմ ինձ նեղություն տամ, բայց պետքա քաղաքականության մեջ մի քիչ ավելի լուրջ մտնել, հավատալով, որ կարան այդ շեմը հաղթահարեն։ 4-5%-անոց շեմը շատ բարդ է։ Ու այնպես է սարքած, որ նոր ուժեր չստեղծվեն, բայց 1% եթե լիներ շեմը նույնիսկ անցած ընտրություններին 10-ից ավել ուժեր ներսում լինելու ու 5 տարի որ մեզ զբաղացրել են ասելով նախկիններ ձեր ժամանակ ավելի վատ էր, մենք էս ենք անում, այդ ներկա նախկին խաղով չէին կարալու զբաղացնել, որովհետև մի հատ ոչ մեկին պատկանող ուժը բարձրանալու էր, ասել կլինի ինձ որպես ոչ նախկին եւ ոչ ներկա նորմալ հարցին կառուցողական պատասխանեք, ոչ թե ասեք, որ իմ ժամանակ ավելի վատ է եղել, իմ ժամանակը հələ չի եղել, հիմա է իմ ժամանակը, հարցից պատասխանեք, վատ դրության մեջ դնելով այդ խափողներին։ Հիմա 1% պետք է շեմը լինի, որ 1%-ից ավել հավաքածները ներս անցնեն, այդ ժամանակ ձայների փոշիացումը, ասենք 2-3% է լինելու, դա երկրի մասշտաբով ոչինչ է, ինչը չսասի անցած ընտրությունների մասին, որ 20% փոշիացում է, 20%-ը 250,000-ից ավել մարդ է, այդ լուրջ է։ Իհարկե, 250,000 մարդուն իրեն կվեն զրկածն այսինքն լավ, Հա, այդ տոնուսը իրաց ձենը կորել է, դառնել է իհարկե 70%-ով ԿՊԱ-ական, 30%-ով ընդդիմադիր, բայց իրենք երկուսին է հաստատ դեպ էին, էլի, մեկը ես, իմն էլ է փոշիացել։
Այդ տորունցը ծեր նախաձեռնության մոտ նախաձեռնությունը առաջարկած է որ մեխանիզմներ առաջադրել որ եթե մեկը իշխանության հասնի չունենա այդ լծակները որ այդ իշխանության գարչի եւ իրեն հերացնելու լծակներ գոյություն չունենա արդյոք ծեր քաղաքապարներում մոդը եւ արդյոք ծեր հազարը եւ արդյոք հավը գաբեր ունեք օրինակի համար դիալոգի մեջ եք հայ տորունցին շարժման մեջ արդյոք հայ տորունցի շարժումը չէ այսինքն հայը հիմնեց սակայն շարժումն անունը հանրային դաշինք շարժման մեջ արդյոք ուզեք համագործակցի Այգե շփվել ենք բավականին լավ տպավորություն է թողել ին վրա բայց մենք համարում ենք որ այս փոքր օրակարգը պետքա հիմքը կայանա մյուս մեծ ծրագրերի օրինակ ես ինքս կարծում եմ որ մեր սահմանադրությունը փոփոխության կարիք ունի բայց սահմանադրությունը պետքա փոփոխի արդար ընտրված իշխանությունը որը նաև կարող է ստանձնի պատասխանատվություն հետևանքների մասով ոնց որ գիտեք թշնամին օրինակ պահանջում է հանել հռչակագիրը այսինքն 100-օրյա փոփոխության ծրագիրը այդքան լեն պատասխանատվություն չպետք է ստանձնի, պետք է ստեղծի կանոններ արդար ընտրության, որից հետո արդար ընտրությունով ընտրվածները կգան ու այնպիսի հիմքեր կստեղծեն, որ Հայաստանը էլ սուպեր վարչապետական չլինի, որ Հայաստանը էլ մեկի ձեռքը գերի չընկնի, որ Հայաստանում էլ թագավոր չլինի անունը դրած ժողովրդավարական վարչապետ։ Այդտեղ տարաձայնությունն է մեր զուտ մենք հավատում ենք մեր տարբերակին ու բաց ենք կամայական հայ մարդու, ով որ կիսում է այդ մեր կետերը ու պատրաստապահի հռչակագիրը, միանա միասին առաջ տանենք։ Մեկ այդարաշակ իմ կողմից որ բազմաց անգամ արժեք կշեմ, ես գարդում Հայաստանի մեջ որևէ ազգային ժողովի մեջ չէ ավելի ժամանակ մնա քան մի տարի, որովհետև 5 տարի գարդում ամեն մեկը 5 տարի շատ երկար ժամանակ եւ տեսակ ինչ խնդիրներով հաստուց մեզի 5 տարի։ Անամանտ որ երկրորդ ընտրությունը կան խասրավ օտոմատիկորեն 5 տարի արդյոք շահեցավ։ Ես ունիմ առաջարկ որ շատ կմտեմ, որ Հայաստանի ազգային ժողովը պիտի լինի մի տարի եւ 6 ամիս յետքը պիտի քվեարկում լինի ժողովրդի մեջ ռեֆերենդում Կոհեք չէ ոչ, եթե հիշում եք արհայրոսը որ մենք դժկոհ ենք, խոսախապ ենք այս ասկային ժողովին պետք է լինի վերանդրություն։ Հիմա ինձ գսեմ որ կորչունի սպանչունի Հայաստանը պիտի իսպի ընդրությամբ համացան չեմ, բայց ասենք տարվա մեջ որ ուրիշ բաներով կսպառվին, միան աղետներ կբերեն։ Ավելավ է որ քիչ մի ժամանակ կեցնան կան կառնենք եւ ընդրությունն ենք դարին անգամը, երկու դարին անգամը եւ 6 ամիս անգամ ռեֆերենդում, որովհետեւ չլինի այն ինչ որ դեղ ունեցավ, ինչ կսեք։ Տես, գիտեք ինչու է դուք այդ մտքին եք եկել, որովհետև դուք պատկերացնում եք այն ընտրությունը, ինչ որ հիմա կա։ Ամբրիս, Երբ որ ընտրությունը ուրիշ լինի, տարի մնալ ինձ համար դժոխք էր, մրցավանք։ երբ որ ընտրությունը ուրիշ լինի, երբ որ ընդդիմությունը հատուկ սահմանած դեր ունենա խորհրդարանում, երբ որ իշխանությունը կառուցված լինի կոալիցիոն ուժերի կողմից, ոչ թե մեկ ուժի թագավորը լինի, 5 տարի շատ է նորմալ ժամանակ կլինի։ Դուք այս իրականությունից դուրս որ չեք պատկերացրել, որ կարա նորմալ լինի, փնտրել եք տարբերակ, որ ոնց որ քիչ տանջվենք այդ դիկտատորների ձեռը։ Բայց արդար ընտրությունների դեպքում, երբ որ յուրաքանչյուրի ձայնը իրական հաշվվում է, երբ որ մարդիկ կարող են դեմել քվեարկեն, լրիվ նորմալ է ժողովրդավարական ձևով կառուցած խորհրդարանը 4 կամ 5 տարի կառավարի։ Ավելին, երբ որ կոալիցիոն ուժերի կողմից եղած վարչապետը հունից դուրս կգա ու դուրս կգա օրինակ կաթողիկոսի դեմ կամ շատ հակահայ քայլեր կանի իր կոալիցիայի մարդիկ դուրս կգան չեն ուզենա կրեն իր այդ ֆանտազիաների պատասխանատվությունը դուրս կգան կքանդվի ձեր ասած ընտրությունը կլինի դուք այս իրականությանից ելք եք մանեկել մի տարով մինչդեռ մենք առաջարկում ենք, որ այս իրականությունը ընդհանրապես պետք է փոխվի։ Ընտրության ձևը պետք է փոխվի, թե չէ եթե ընտրության ձևը սա մնա 1 տարին էլ է վատ ժամկետ։ Գերի համար մեկի կամքի։ Պատկերացրեցի կանտոններն են արդեն։ Լավ։ Շատ լավ։ Բիդի ասնի քիչ մարդային քաղաքականության։ Բիդի ընդունենք չեմ քիչ չեմ ռասել բիդի ընդունենք, բայց ըստ իս Հայաստանի հետ այսօր ոչ մեկը հետաքրքրված չէ զինագից դառնալով։ Մենք մեր վրա չխնդանք, որ վեկտոր բիդի փոխենք արևմուտքը, ԱՄՆ-ը, չէ թե Ռուսաստանը, չէ թե Հնդկաստանը, չէ թե Բանգլադեշը։ Ըստ իս
ոչ մեկ երկիր, ես եթե որևէ պետական ղեկավար լայի, այս վիճակով Հայաստանի հետ զինակցելու մասին չի հետաքրքրվել, որտեղ Հայաստանի վիճակը անգազմերությունը անգազմեր վիճակը կակատնագետին է։ Ես այսպես կպատկերացնեմ, որ եթե Հայաստանը պիտի դառնա հետաքրքիր 3 միլիոնին պիտի հասնի 13 միլիոն նախ անգամ եւս պիտի վերադառնամ իմ նախկին հարցումից Հայաստանը պիտի դա 13 միլիոն հայու քաղաքացի եւ ամեն ինչ պիտի նե որ անոնք ներկրավին եթե մենք լինենք 13 միլիոն քաղաքացի կլինենք շատ ավելի ուժ մեր հակառակորդը 10 միլիոն է շատ ավելի դրամով ֆինանսապես ավելի ուժեղ է պետրոլի շատ ավելի արդիական զենք ունի շատ ավելի ուժեղ զինագիծներ ունի մենք զինագիծ չունենք իսկ Ռուսաստանն, ԱՄՆ-ն, Իսրայելն, գրեթե բոլորը ուզեն Ադրբեջանի հետ միասին բարեկամ դառնալ։ Արդյոք լուզումը անի չէ որ մենք 3 միլիոն տանանք 13 միլիոն։ Հիմա Հայաստանի մեջ կեսել մենք ասք բանակ լավ կախոսե, բայց քիչը ադի ես կտեսնեմ ուտոպիա, խնդրեմ։ Ազգ ուտոպիա կտեսնես։ Չէ, այս բարակայ այսինքն դեղուզ եթե մենք բոլոր ասպարակ միտենք մեր դիմացի ուժերը շատ ավելի ուժեղ են, այսինքն բոլոր եթե ասկը զինես չի պիտի ունենաս գանունավոր բանակ որ դու դիմակրվես այդ ճշտամի ասպանակ եթե մենք դարիներ առաջ ունեինք կլիներ, բայց հիմա մենք ասներ վիճակի մեջ հիմա ասներ վիճակի մեջ ասպանակով ամմարձված ժողովուրդը ոչ մի բան չի կարող լուծել։ Մենք այսինքն քիչը ֆանտազիկ է տանք այնտեղ։ Կարևորը մենք ոնց ենք ուզում ապրել։ Եթե մենք սրտանց ուզում ենք ապրել մարդավարի, մենք կարող ենք դա անել։ Դա սկսելու է արդար ընտրությունից։ Մենք բոլորին դեմնումով դրան ենք հավատում։ Ազգվանակը, հա, 13 միլիոնանոց ազգվանակը շատ ավելի մեծ շանս ունի, քան թե Գիսեն ասպանակ Հայաստանի ժողովուրդով 3 միլիոնով։ Ես շատ համոզված եմ, որ դա այդքան էֆեկտիվ դարբերակ է, եւ ով է եթե 13 մարզված չենք, բար ժողովուրդ օրինակի համար ադեմ ես ուզեցին ինքնապաշտպանական զինավարժություն ունել, եկողները շատ կներեք դալիկով գիներ էին, նայած ասում ինչ ասպանակ պիտելար, այսինքն քիչ մանդեր ռոմանտիզմ կա, ադիմաստով։ Իհարկե եթե 10 տարի ասպանակներին դարբեր կլիներ։ Այս պատմածս բոլորին դեմ եմ օրակարգից դուրս, բայց ես բոլոր էպիզոդները, որ մասնակցել եմ պատերազմին, բոլոր էպիզոդները ռոմանտիզմ է եղել։ Միայն այն դեպքում չեմ ես պաշտպանելու Հայաստանը, երբ որ մենք ուժեղ ենք։ Հակառակը բոլոր դեպքերում, որ պաշտպանել եմ, մենք թույլ ենք եղել, մեզ դժվար է եղել են դեպքեր, որ ստուգել եմ ես, մահացել եմ, թե ոչ, մի քանի անգամ։ Հիմա եթե այսօր թույլենք չի նշանակում, որ չարժի այսօրվանից ուժեղանալ։ Ինչքան կհասցնենք, այդքան պիտի ուժեղանանք, պետքա ձգտենք։ Բայց այդ ամեն ինչը կարա սկսի, երբ որ մեր ներքին կանոնները արդար են։ Երբ որ ես կասկածելու եմ դու թիկունքում ինչ ես անելու, ես լավ զինվոր այնտեղ չեմ լինելու։ Երբ որ իմ ղեկավարը իմ ընտրածը չի լինելու, իսկ ինքը դառնալու է գերագույն գլխավոր հրամանատարը, չէ՞։ Պատկերացնում ես իմ համար բանը, Փաշինյանը 4 անգամ եղել է գերագույն գլխավոր հրամանատարը, ծիծաղալու է, չէ՞։ Լալու է։ Ու ես կատարել եմ ինչպես իդեալական զինվորը, նույնիսկ մեդալներ ունեմ երկու պետություններից հետևած։ Բայց ես կուզեի ինձ ներկայացնող գերագույն գլխավոր հրամանատար ունենայի, ում ենթակայության տակ է վստահ առաջ գնայի, իմանալով, որ իմ թիկունքը պինդ է։ Բայց քանի դեռ այդ գերագույն գլխավոր հրամանատարի ու իր թիմի ընտրության մեթոդը օրինաց ու անարդար է, ես չեմ ունենալու։ Դրա համար այդ կարևոր գործերս մի կողմ դրած, չնայած շարունակում եմ զբաղվել, բայց բանը ջանքս պակասացրած, ջանք եմ դնում բոլորին դեմ եմ շարժման մեջ, որ Հայաստանում վերջի վերջո լինի իրական ընտրություն, որ մարդու ընտրածը արտացոլվի խորհրդարանում, ոչ թե ինչ որ հորինած խաղի կանոններով մեթոդ գծածելնի, որ ոնց անում ենք ես ու դու արտվում ենք։ Իմ հարցումներս ավարտած են, սակայն մեծ զումը բավական երևի ժամանակ կուտա, ցեզի դաշտ ազատ կուտամ։ Եթե հարցումը կակ միտքից էլի հարցրեմ ռեպլիկ կանեմ, բայց խնդրեմ։ Միտքս կարճ է։ Տես, մենք բոլորին դեմ եմ շարժման անդամներով ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլորին դեմ եմ քվեարկելու տարբերակը վերադարձնենք ՀՀ քաղաքացիներին։ Հաջողելու դեպքում ամեն ինչ անելու ենք, որ ձեր քվեներով այդ ձեր քվեները վերածենք արդար համակարգի ստեղծմանը։ Ու ինքնալուծարվելու ենք
արդար դաշտը թողած ունենանք իրական ընտրություններ։ Եթե դուք էլ ես իրականությունից զոհված եք, մտեք բոլորին դեմ կետը միացեք մեզ, որովհետև մենք իրար ունենք ու իրար հետ կարող ենք այդ փոփոխությունը անել, ինչ որ մեկին մեր մեջքի հետևը թաքնված ֆինանսավորող կամ մեջա ռեսուրսներ տվող չունենք։ Քոպես բարի մարդիկ աջակցում են մեր խոսքը լսել է դառնում։ Միացեք իրար հետ այս փդած իրականությունը փոխենք, ճեղքում անենք այս անարդար խաղի մեջ, որ փակցրել են մեր վզին ու ասում են պետք է հարմարվեք, ձեր բոլորին դեմ եմ տարբերակն է կամ գալ ճղել կամ ընտրության հանրապես չգալն է ու եթե փոքր ուժել եք տարբերակ չունեք ներսանեք դուք ձեր փոշիացնող եք պիտակավորվելու կորեք պատմության անկյուններում մենք ճեղքում ենք ուզում անենք այս փտած իրականությունը փոխենք ջանքը դրել ենք կուսակցությունը հիմն է թղթերը տվել ենք ներս շուտով կգա պատասխանը ու կգնանք մյուս քայլերի հետևից այսքանը Merci, Պետիչա։ Չէ, դա ուտրոբիոնիմ գնաս որքան գնաս պատասխանել ուտրոբիոնիկ ցեզ այդ մեդիան ինչպես կվարվի արդյոք դուք բլոկադայի դա կսկակ ցեզի անդեսված մեդիայի եւ արդյոք այլ ուժերի հետ որ նախքին ուժերը չեն պատրաստել արդյոք համակորձակցել առանց անոներ մտնելու այսինքն կան ուժեր որ նախքինին չեն պատկանիր վստահ արդյոք պատրաստ եք իրենց հետ համակորձակցելու եթե ցեր օրակարգին ասենք թե հարազատ կայլեր առնեն կամ անունցան համացայն են։ Ունի 7 րոպե։ Մեջան բավականին լավ է վերաբերվում, տասնյակից ավել մեջա ռեսուրսներ մեզ հարթակ են տվել, մեր խոսքը լսելի են դարձրել, քեզ էլ շնորհակալություն, քո գլխավորությամբ իրանց է շնորհակալություն, ինչ վերաբերվում է ուժերին։ Չասենք ուժեր, ասենք մարդիկ, մենք ունենք այն հայերը, որոնք ունենք, նոր հայեր մեզ ոչ մեկ չի տալու։ Ու մեր երկիրը բոլորով պիտի փոխենք։ Եթե կան հայ մարդիկ, ովքեր կուզեն այս օրակարգի շուրջ միավորվել, մենք բաց ենք իրանց հետ աշխատել, նաև մենք այնքան պինդենք, որ չենք թողի գան մեր օրակարգը պղտորեն։ Պիտակավորում չենք անելու, բայց հերիքա մեկը խախտի մեր հռչակագիրը, մեկ հայոյան կօգտագործվի, մեկ բռնության կոչ, մեկ բռնություն, ինքը մեր շարքերից դուրս է գալու։ Մենք այս եղած հտած համակարգին ճեղքում ենք անելու ոչ իր կանոններով։ Կամայական հայ մարդ ազատա կայքով նույնիսկ միանա մեզ, այսինքն սա իմ ու իմ ընկերների, սենց ասած, դուքյանը չի, որտեղ մեր թույլատվությամբ ներս են մտնում, մեր թույլատվությամբ դուրս են գալու։ Հայ մարդը, որ որոշել է փոփոխություն ուզում, ազատ է գա միանա ու իրար հետ կատարենք այդ փոփոխությունը։ Իսկ ուժերի հետ չենք կարող համագործակցություն, որտեղ ուժերին դեմ ենք։ Ուժերը կարող են միանալ մեր օրակարգին, անենք փոփոխություն, հետո մասնակցեն արդար ընտրությունների։ Թե չէ տես դաշինք ցույցաղալու կլինի բոլորին դեմ եմ ամեն հայի հետ պատրաստ ենք համագործակցության, եթե մեր հռչակագրի կետերը կընդունի ու շնորհքով կպահի այդ կետերը։ Ամեն հայի պատրաստ ենք ասել հոп, երբ որ կգա ու կխախտի այդ ամենը։ Այդ թվում ինքներս մեզ։ Իշխան Գևորգյան, շնորհակալ ենք, հաջողություն մաղթեք եւ իհարկե ես զեզվողներն եմ եւ իհարկե ես երազողներն եմ, որ մենք աս անverջ կլորագեն դուրս գանք, ուղղակի մղծաման չէ, այսինքն մենք այնպեսի անverջ կլորի մեջ կտառնանք, նույնտեղ որ գֆարակ, ես ասում եմ որ գֆարա, սակայն նույնտեղ վերադառնա, ես անոնցում եմ որ զեզված եմ եւ անոնցում եմ որ կմաղթեմ եւ կփապակիմ եւ գերազեմ որ լինի ջեղքում Հայաստանի մեջ շատ գեղեցիկ բառը օգտագործի ջեղքում որտեղ մենք այնպեսի ջահեջի մեջն ենք որ պետք է նախ այդ ջահեջին կրման կտուրը ջեղկենք եւ աստիճանաբար Հարութ Սասունյանը շատ գեղեցիկ բառ է գսել ասած է որ եթե իշխանության փոխունենա ամեն հարցերը չի լուծվի սակայն бид սկսենք damage control գոնե առաջին հերթին այս վայրեջքը դանտնացնենք շնորհակալ ենք Քեզ հաջողություն կմաղթենք եւ եթե ուրիշ անդամներ ունեք առաջարկեք իրենց ալ միասին իհարկե գրավիրեմ եւ քեզ հաջողություն կմաղթեմ Ես եմ շնորհակալ պետք է Շնորհակալություն եւ բարի գիշեր Բարի գիշեր Bye bye